Ես Լեռնիկ մնացականյանս աշխատում եմ էլեկտրոտրանսպորտում 50 տարի եւ համարվում եմ հին աշխատակիցներից մեկը։ Առավոտյան ժամը 9-ին մեր աշխատանքը սկսվում է, գալիս ենք, փոխվում ենք, անցնում ենք գործեր։ Առաջվա պայմանները մինչեւ 90-ական թվականները նորմալ էր, 90-ից հետո սկսեց արդեն ներս ավելի շատ անձրև գալ, քան թե դուրսը։ Դեպոյի պատրաստման օրվանից վերանորոգում չի եղել, մասնակ եղել է, որտեղ բաներն են, բայց այն օգուտ չէր տալի։ Իսկ հիմա հիմնովին, որ վերանորոգում են, հույսեր ունենք, որ լավ կլինի։ Աշխատանքի մեր դժվարությունները մեր դեպոյի վիճակն էր երևի։ Անձրևների սառը եղանակների ժամանակ շատ դժվար է, բայց սկսվել է վերանորոգում մեծ ծավալների, որի հետ մեծ սպասումներ ունենք, որ լավ կլինի, գեղեցիկ կլինի, վերանորոգված տակ։ Աշխատում եմ համակարգում 1981 թվականի մայիսի 1-ից։ Ինձ շատ հարազատ է վարորդական այս խցիկը, ղեկը, որի համար մնացել եմ պարկում ու աշխատում եմ։ Աշխատել եմ 36 տարի։ Հիմա էլ շատ հարազատ եմ զգում, իրենք էլ ինձ իհարկե, եւ շարունակում եմ աշխատել։ Սենյակներից ջուր էր կաթում։ Սկսել են տղաները աշխատանքը ու ես այս վերջի անձրևին, երբ որ ներս եմ մտել, իմ սենյակը լրիվ արդեն ոչ մի կաթիլ ջուր չկար։ Մեծ հույս ունենք, որ շատ լավ է լինելու։ Դեպոյի վերանորոգումը, սա գիտեք, սա մի հատ մեծ ձեռքբերում էր,